Ողջույն։ Երեկվանից ծաղրի թեմա է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնդկաստանում։ 2 տարի է գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով, ու Միրզոյանը Հնդկաստանում ասում է, մենք այդ զենքերը նպատակ չունենք օգտագործել որևէ այլ երրորդ կողմի դեմ։ Երրորդ կողմը որն է? Ադրբեջանը։ Ցանկացած երկիր զենքը ինչի համար է գնում? Սիրունության։ Երբ ասում ես ես զենք եմ գնում, բայց ոչ մեկի վրա չեմ օգտագործելու, բա ինչի ես վարի տալիս պետական փողերը։ Բայց վատն այն է, որ Արարատ Միրզոյանը ուղղակի ստից բան չի ասում այս դեպքում։ Սրանք նաև անում են։ Հիշեցնեմ, 44-օրյա պատերազմում թշնամու ձեռք անցան միլիարդավոր դոլարների զենքեր, որոնք մի պատրոն գոնե չէին կրակել։ Ինչու՞։ Երևի որովհետև Փաշինյան-Միրզոյանը չէին ցանկացել երրորդ կողմի վրա ուղղել այդ զենքերը։ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլը զորքերը հետ քաշեց Սյունիքից, թշնամին եկավ, տիրացավ բարձունքների, Գորիս կապան մայրուղուն։ Ինչու՞։ Որովհետև չէին ուզում երրորդ կողմի վրա զենք ուղղել։ 2021 թվականի մայիսին թշնամին գրավեց Վարդենիսից տարածքներ, Սև լճի կեսը, առանց մեկ պատրոն կրակելու։ Փաշինյանն ասում էր, ես Սև լճի 30%-ի համար երրորդ կողմի վրա չեմ կրակի։ Իրենց ասած երրորդ կողմը Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրից ավելին մեր տարածքի մեջ է մտել, այնպես որ Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում, սրանք Հնդկաստանից բերած զենքերը ավելի շուտ կնվիրեն երրորդ կողմին, քան կկրակեն նրա վրա։ Աննա Հակոբյանը կոչ էր անում զենքերը զարդ սարքել, հիմա այդ կոչին են հետևել։ Զենքերը բերում են որպես զարդ։ Ընդհանրապես Նիկոլի կնոջ առաջարկները Հայաստանի կառավարությունը արագ իրականացնում է, սկսած Մեհրիբանին Շուշիում չայ տալուց։ Հայաստանի սպառազինման խղճուկ պատկերին առաջիկայում կանդրադառնանք փաստերով։ Այժմ առաջարկում եմ միասին քննարկել մեկ այլ թեմա, որը շատ ուշագրավ է։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ 2009-ից 13 թվականներին համաձայն մեղադրանքի Սաակաշվիլու հանձնարարությամբ եւ կազմակերպմամբ պետական բյուջեից յուրացվել է 9 միլիոն լարի կամ այն ժամանակվա կուրսով 5.5 միլիոն դոլար Սաակաշվիլու անձնական նպատակների համար՝ հագուստ, որդուկրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ, կրծքավանդակի նակոլկա եւ այլն։ Ըստ երևույթին նա էլ էր ասում, պետբյուջեն քաղաքացու գրպանն է, բայց օգտագործում էր որպես իր ընտանեկան գրպան։ Հերոս հարկատուն վճարում էր ինքը մսխում, բայց նշեմ, որ Սաակաշվիլուց բոլորովին հետ չի մնում Նիկոլ Փաշինյանը։ Հələ նրանը բռնեցին նոր բացահայտվեց։ Նիկոլ Փաշինյանի պետբյուջեի հաշվին կատարած լիքը ընտանեկան ծախսեր բոլորիս աչքի առաջ են։ Դրանք կամ արվել են տեսախցիկի տակ, կամ մամուլն է բացահայտել։ Օրինակ հայտարարվում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է գործուղման ու անպայման պետական ինքնաթիռի մեջ հայտնվում է կինը եւ ընտանիքի մեկ այլ անդամ եւս։ Ու արդարացնում են, ինքնաթիռը մեկա դատարկ գնում էր։ Բանակցություններից առաջ պետքա ծոցս քնեն եւ այլն։ Բայց դա պետբյուջեի վատնում է։ Հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու կինը, որ մեկնել են Վատիկան, հյուրանոցի վրա աստղաբաշխական թիվ են ծախսել։ Փաշինյանն արդարանում է. պետբյուջեից ծախսվել է 787,000 դրամ, ես վերադարձել եմ, Աննան մի քանի օր էլ մնացել, այսինքն եւս մի քանի օր ու միայն հյուրանոցի վրա 787,000 դրամ, ամենաթանկ հյուրանոցներից մեկում։ Մսխում է, այո։ Ընդ որում ծախսերի մասին հարցում ես անում, պատասխանում են, որ գաղտնիք է։ Բյուջեն ժողովրդի գրպանն է, բայց գաղտնի է, թե այդ գրպանից ինչ է ծախսում Նիկոլը։ Մի ամիս առաջ մամուլի ասուլիս էր տալիս ու ասում էր, որ ընտանեկան փոդքասթը, որ վարում են մարդուկին, կառավարության նկարահանող խմբերն են անում։ Դա ինչ է, եթե ոչ բյուջեի վատնում անձնական նպատակների համար։ Ինքը արդարացնում է, թե փոդքասթը վարչապետի գործունեություն է, բայց ներողություն, դու ոչ ես կարող քո վարչապետության ընթացքում ամեն հիմար բանի վրա փող ծախսել եւ դա ներկայացնել որպես վարչապետի գործունեություն։ Ինչը որ անում ես, իհարկե։ Օրինակ, որ առավոտ գիշերով ոստիկանները փակում են փողոցներ ու դու պետական ավտոմեքենաները հետևդ գցած հեծանիվ ես քշում, դա էլ է վարչապետի գործունեություն։
Օրերս Փաշինյանը թիմով այցելել էր Գյումրի, կուսակցական հավաք էին գնացել, բայց պետական ռեսուրսներ վատնելով։ Վրաստանում այդպիսի բաների համար նստացնում են այն էլ 9 տարի, որովհետև այլ երկրներում հարկատուի վճարած ամեն կոպեկը պետք է ծախսել ուշի ու շով։ Սրանք պսխում են առաջին օրվանից։ Հիշենք, որ Նիկոլի գերթանկարժեք $700,000 թռիչքը Միացյալ Նահանգներ հեղափոխությունից հետո մասնավոր ինքնաթիռով կամ հենց եկան իշխանության կառավարական դաչաների ռեմոնտը աստղաբաշխական թվերով։ Սաակաշվիլին 9 տարով դատապարտվեց պետական բյուջեից $5.5 միլիոն իր վրա ծախսելու համար։ Բա դու 7 տարում քանի միլիոն դոլար ես ծախսել քեզ վրա։ Այն որ Աննա Հակոբյանը ընթրիք է անում ու 30 ՊՊՑ աշխատող է սպասարկում, դա պետական միջոցների վատնում չէ։ Այն որ Աննա Հակոբյանին պետական բյուջեից ավտո է սառնում, 2 տարի հետո մի հատ նորն է սառնում մոտ $150,000, դա պետական միջոցների վատնում չէ։ Այն որ Աննա Հակոբյանին սպասարկում են մի հատ էլ ուղեկցող մեքենա լեցուն թիկնապաներով, դա պետմիջոցների բյուջեի վատնում չէ։ Նիկոլը խոսում է պետական բյուջեն ընտանեկան բյուջե համարելու մասին։ Ընտանիքի անդամները չերեզ Մեքսիկա են փախչում Միացյալ Նահանգներ, իսկ Նիկոլը ԱՄՆ գնում է $700,000 չվերթով, Ավինյանը $20,000 չվերթով։ Նիկոլ Փաշինյանը, որ ուժայինների աշխատավարձ է բարձրացնում, պարգևավճար, հավելավճար տալիս, դրանք իր անձնականի համար չեն։ Երկրում հանցագործությունները աճում են, փողոցներում իրար են սպանում, քաղաքացիների անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, բայց Նիկոլի անվտանգությունը բարձր մակարդակի, ծայրահեղ բարձր։ Այսինքն գումարը մտնում է պետական բյուջե երկրի ու քաղաքացու անվտանգության ապահովման համար, բայց ուղղվում է Նիկոլի անվտանգությանը։ Փաշինյանը ինքը ի դեպ խոստովանել է շռայլ ու անիմաստ ծախսերը, ասում էր. պետք է խոստովանենք, որ շատ պետական միջոցներ արդյունավետ չենք ծախսում, անում ենք այնպես, ինչպես մեր տներում է, 5 հոգու համար փռում ենք 30 հոգանոց սեղան։ Ինքը իր բերանով խոստովանել է մսխումը։ Մենք իհարկե հաշվում ենք միայն մի չնչին մասը ու մենակ Նիկոլի վրա ծախսերի, բայց որ հաշվենք բոլորը, հաշվենք Նիկոլի արած անիմաստ ծախսերը, $6 միլիոն չկայացած համերգի, $6.5 միլիոն չգործող հիվանդանոցի կառուցման, $25 միլիոն անիվի, մի քանի $100 միլիոն վատ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու եւ այլ բաների վրա կստացվի հսկայական կոռուպցիոն թալանային պատկեր։ Բայց Փաշինյանը մենակ չէ, թիմի ամեն անգամ օգտվում է այդ ամենից։ Գնում են գործուղման, մեկ էլ ընտանիքի անդամները հայտնվում են սելֆիների մեջ։ Ես քանի հաղորդում նվիրել եմ անիմաստ ծախսերին ու դեռ լիքը փաստեր կան։ Հերթով կխոսենք։ Ընդ որում սա բազմակի հանցագործություն է, որովհետև արվում է ոչ թե ունեցած, այլ չունեցած գումարով, այն է արտաքին պարտքով, ժողովրդին անիմաստ ու շատ ծանր հարկելով։ Բայց գիտեք, աշխարհում ընդունված է, որ հենց պետական միջոցների վատնում է տեղի ունենում ու բացահայտվում է, հետևեն հրաժարականներ։ Դե մենք բաստիոն ենք, չհամեմատվենք, բայց դե ասեմ իմանաք էլի, որ այն ինչ անում են այս մեր բաստիոնչիները, ուրիշ երկրներում պատժվում է, ինչպես օրինակ Սաակաշվիլին։ Ու ամենաթեթև պատիժն է հրաժարականը։ Չեն էլ սպասում, որ պաշտոնանկություն լինի, միանգամից իրենք են հրաժարական տալիս, հենց փաստը հրապարակվեց։ Օրինակ, ինչքան ուզեք։ Շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ ծրագրերի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը գիտեք ինչ հրաժարական տվեց։ Պարզվել էր, որ 22 ամսում ճամփորդությունների եւ հյուրանոցների վրա ծախսել է $500 միլիոն։ Լեհաստանի խորհրդանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հրաժարական տվեց, երբ լրագրողները նրա ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում տեսել էին նրա ընտանիքի անդամների ու ելի մի քանի քաղաքական գործչի նրանց ընտանիքի անդամների հետ։ Չֆայմեց ասի, դե պետք է ինքնաթիռը դատարկ գնար, այդ 50-60 կիլո ծանրություններ ձեզ խանգարում։ Հետս տարել եմ էլի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն 2021 թվականին հրաժարական տվեց մի քանի պատճառով, այդ թվում կնոջ բյուջեի հաշվին տարբեր ռեստորաններից գնումներ կատարելու, պետական գործերին միջամտելու։ Լրիվ Աննա։ Մեծ Բրիտանիայի մշակույթի ու սպորտի նախարար Մարիա Միլլերը հրաժարական տվեց,
Լրատվամիջոցները մեղադրել էին պետական միջոցները ոչ նպատակաուղղված ծախսելու մեջ։ Ասած գնում եմ, որ մեր կառավարության հեղինակությունը չտուժի։ Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի եւ արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին հրաժարական տվեց ոչ իր անձնական միջոցներով շպարի եւ քաղաքականության հետ կապ չունեցող իրեր գնելու համար։ Սաակաշվիլին այսօր դատապարտվեց նույն բանի համար։ Կարճ ասած, Նիկոլը սովորություն ուներ նամակ գրելու Սաակաշվիլուն ու սխալները ցույց տալու։ Բա հիմա թող մի հատ էլ Սաակաշվիլին նամակ գրի Նիկոլին, ասի եղբայրս, բախտակից ես, այն ինչ դու հիմա անում ես, ես էլ էի անում, ու հիմա 9 տարի շալակել եմ մենակ անիմաստ ծախսերի համար։ Հեսա ով գիտի, ինչքան կշալակեմ դավաճանության եւ այլ մեղադրանքներով։ Շատերն են ասում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը ու ոչ միայն նա դատվեն հայրենիքը վաճառելու, հանձնելու, հայերին հայրենազուրկ անելու համար, բայց արդյոք միայն դրա համար։ Չէ՞ որ Հայաստանի տնտեսության հերն էլ է անիծվել, Հայաստանի արդարադատության հերն էլ է անիծվել, Հայաստանի կրթության հերն էլ է անիծվել, Հայաստանի պարտքային բեռի հերն էլ է անիծվել եւ ամենակարևորը հայրենիք է հանձնվել եւ անվտանգության հերն է անիծվել վերջնականապես։ Ըստ երևույթին վաղը դատվելու է այն ամենի համար, ինչին ձեռք է տվել։